Բռնության կիրառման ամենավերջին թարմ օրինակը Երևանի թիվ 71 դպրոցում էր, որտեղ մի խումբ աշակերտների ծնողների ու ուսուցիչների ամենաթողության արդյունքում ճնշում ու բռնություն էին գործադրել նորեկ աշակերտի նկատմամբ։ Անուններ հնչեցնել մարդու իրավունքների պաշտպանը խորհուրդ չի տալիս, բայց դեպքը բնութագրում է որպես բռնության օրինակ։ Խնդրում եմ եւ հորդորում եմ չհրապարակել երեխաների ինքնությունը, անկախ նրանից թե այդ երեխաները ինչ վիճակում են, իրենք զոհի դերում են, թե տանջողի դերում են եւ այլն, ու պետք է կարողանանք լուծել այս խնդիրը առանց երեխաներին անչափահասներին դնելու լրացուցիչ վտանգի տակ։ Մի քանի շաբաթ առաջ մենք ականատես եղանք հենց այցելության ժամանակ ոստիկանության բաժնում մի դեպքի, երբ մարդուն պահել էին ավելի քան 18 ժամ առանց որևէ իրավական հիմքի եւ նրան նույնիսկ չէին ձերբակալել, ուղղակի պահել էին այդտեղ եւ իհարկե նաեւ նկատեցինք նրա մոտ մի շարք մարմնական վնասվածքներ։ Ներկայացված հերթական օրինակը եզակի չէ։ Ոստիկանական բաժանմունքներում քրեակատարողական հաստատություններում բռնություններ քաղաքացիների նկատմամբ հաճախ են կիրառվում, ինչն էլ դարձյալ վերահսկողության ու պետության կողմից համապատասխան մեխանիզմների բացակայության հետևանք են համարում մասնագետները։ Անկախ երկրի փակ հաստատություններում տիրող իրավիճակից ռուս իրավապաշտպանները նշում են, որ նախանձով են վերաբերում Հայաստանի իրականությանը։ Ռուսաստանում վիճակն ավելի վատ է, թեև ընդհանրություններ շատ կան։ Потому что таких окон, как в вашем СИЗО, таких решеток маленьких, скромненьких, красивеньких, я, к сожалению, в российских СИЗО не видел. У нас решетки толщиной с мою руку, такая, в общем, решеточки 3, и пальчик туда не просунешь. Минимум за месяц-полтора подавать его паспортные данные и сообщать все его досье и получать разрешение. Еще не факт, что оно будет получено. Здесь ситуация была совершенно иная. Мы фактически с представителями национально-превентивного механизма свободно входили везде. Ռուս իրավապաշտպանների գնահատականները միանշանակ չեն։ Իրավիճակը օրինակ քրեակատարողական հիմնարկներում կամ ոստիկանական բաժանմունքներում երբեմն զարմացրել է։ Նրանց մուտքն այս հաստատություններ տեղի է ունեցել համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, իսկ մարդու իրավունքների պաշտպանը վստահեցնում է, որ իրենց մուտքն ու վերահսկողությունն այս հիմնարկներում անարգել է։ Մեր հյուրերը երբևէ խոչընդոտ չեն ունենում մտնելու փակ հաստատություններ։ Իմ աշխատակազմի ներկայացուցիչների իմաստով այդ փակ հաստատությունները միշտ բաց են եւ դա մեր երկրի ձեռքբերումներից մեկն է։ Հայաստանը միացել է խոշտանգումների դեմ կոնվենցիային։ Կարեն Անդրեասյանը վստահեցնում է, որ փորձում են առավելագույնս անել բռնությունները կանխարգելելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու նպատակով, բայց դեռևս ցանկալի արդյունքի չեն հասել։ Մենք ուրախ ենք կիսվել մեր հաջողությունների հետ, չնայած աշխատում ենք մի ոլորտում, որտեղ չեն կարող ասել, որ իսկապես մեծ հաջողության կամ մեծ ձեռքբերումների ոլորտում ենք։ Ինչու են օրինակ մանկատներում դեռ շարունակում մնալ որբ երեխաներ, նորածին փոքր երեխաներ, որոնք ասենք որոնց համար բավականին մեծ հերթեր կան։ Հայաստանի մանկական ասոցիացիայի նախագահը բազմաթիվ օրինակներ կարող է ներկայացնել, երբ մանկատներում խախտվում են երեխաների իրավունքները, ու ոչ միայն փոքր տարիքում, այլև մեծահասակների դեպքում, երբ նրանց բնակարանով ապահովելու խնդիր է առաջ գալիս։ Նման հանգամանքներին ռուս իրավապաշտպանները մի քանի օրում չէին հասցնի ծանոթանալ, բայց որ եւ Ռուսաստանում եւ այստեղ բաց թողումներն ակնհայտ են, հաստատում են նաեւ հյուրերը։ Ну, конечно, мы увидели много вещей, которые сближают наши места принудительного содержания с вашими. Мы увидели в изоляторе временного содержания форточки, которые не открываются изнутри, в связи с чем там очень душно. Мы увидели камеры, где нет туалетов, и у нас, к сожалению, есть такие камеры ВВС, где человека выводят из изолятора, из камеры в туалет, расположенный в коридоре. Իսկ որպեսզի հնարավոր լինի կանխարգելել բռնությունն ու խոշտանգումը փակ հաստատություններում, հարկավոր է ոչ միայն մասնագիտական ներուժ, այլև պետական ֆինանսավորում, նշում է մարդու իրավունքների պաշտպանը, բայց եւ վստահեցնում է, որ կարողացել են հաջորդ տարվա իրենց բյուջեն այնպես բաշխել, որ իր խոսքերով ասած փողի բողոք իրենից այլևս չլսենք։ Վարդուհի Արզումանյան, Գարիկ Ազիբեկյան, Gala News։